Համարչապետ այսօրվա տարածաշրջանային զարգացումների պայմաններում Հայաստանի համար որն է ամենակարևոր ռիսկը և ամենագլխավոր հնարավորությունը։ Ամենագլխավոր հնարավորությունը եւ ես չի ասի հնարավորությունը, որովհետեւ դա արդեն իրողություն է, խաղաղությունն է, թրիփ նախագիծն է, տարածաշրջանային համագործակցություն է եւ տարածաշրջանային կապուղիների բացումը, այդ ամեն ինչը, գիտեք ինչ, արդեն տեղի ունեցել է, հիմա այլ բան իրականացման տեղի ունեցած փաստի գետնի վրա արձանագրելու էտապների եւ արագության մասին է գնում խոսքը, իսկ ռիսկեր Հայաստանը բացարձակապես չունի ավելի մեծ ռիսկեր, քան այսօր աշխարհի վրա գտնվող որևէ այլ պետություն, այսինքն չկա որևէ այլ պետություն, որ Հայաստանից պակաս ռիսկեր ունենա, չկա այդպիսի պետություն, այսինքն Հայաստանը ռիսկերի այս պահին ռիսկ հնարավոր ամենաանրիսկ մակարդակում է գտնվում եւ այսօր պարզապես ես չեմ պատկերացնում, որ երկրի վրա կա որևէ պետություն, որ ռիսկերի ավելի պակաս մակարդակ ունի, քան Հայաստանի Հանրապետությունը։ Ես կանխատեսում եմ միլիարդների ներդրումային հոսքեր Հայաստանի Հանրապետություն։ Բառից բուն իմաստով միլիարդների ներդրումային հոսքեր։ Ես տեսնում եմ եւ կանխատեսում եմ տնտեսական վերելքի շարունակություն եւ տնտեսական վերելքի տեմպերի էական ավելացում, ինչի հաշվին մասնավորապես թրիփ նախագծի եւ թրիփ նախագծի մասնավորապես արհեստական բանականության գործարանների բացման տրամաբանության մեջ մենք ունենալու ենք հազարավոր աշխատատեղեր, մենք ունենալու ենք նոր որակի տնտեսություն, մենք ունենալու ենք արդեն իսկ ունենք նոր որակի պետություն եւ մենք պետության վերելքը շարունակելու ենք։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար